Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հերթական հաղորդումն է։ Այս հաղորդումով ցանկանում եմ անդրադարձ կատարել լույս աշխարհում հրատարակված մի քանի նամակների վերլուծության վրա։ Դրանցից մեկը հրատարակված է, արդեն դուք տեսել եք մարտի 11-ին, այսպիսի կարճ մի հաղորդագրություն կար. հիասթափված կանանց հեռացնում են, տարօրինակ վերնագրով, որը որ իհարկե դրել են մեր լույս աշխարհի ադմինիստրատորները։ Նրա պարունակությունը ինձ հետաքրքրեց, որովհետև առնչվում էր Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի հետ, եւ ես կարդում եմ, թե ինչ է գրել Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը։ Հավանաբար սա վերցված է այս հաղորդագրությունը Facebook-ից եւ տեղադրված է լույս աշխարհում։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը դիմել է Սոֆյա Խաչատրյանին այսպիսի բովանդակությամբ. Հարգելի Սոֆյա Խաչատրյան, քանի որ վերջերս անբացատրելի պատճառներով դեպի բացասականն է փոխվել ձեր վերաբերմունքը պարոն Քոչարյանի հանդեպ եւ դուք դա ակնհայտորեն ցուցադրում եք անհանդուրժելի մեկնաբանություններ գրելով մեր տեղադրած նյութերի տակ, մենք ստիպված ենք հեռացնել ձեզ մեր կայքի ընկերների շարքից։ Հարգանքով երկրորդ.am կայքի ադմինիստրատոր։ Ես հետաքրքրվեցի, թե ով է այս ադմինիստրատորը, որը վարում է երկրորդ.am կայքեջի ադմինիստրատորը, որովհետև չի գրած, պետք է եզրակացնել, որ նրա գրասենյակի վարող Վիկտոր Սողոմոնյանը պետք է լինի, որը Ռոբերտ Քոչարյանի նամակները կամ կարճ հոդվածները կամ անցյալի փառապանծ էջերը, ինչքան հին բաներ կա, այս տաք օրերին, երբ որ երկիրը գտնվում է ալեկոծության մեջ, անկապ տեղադրում է այդ երկրորդ.am կայքեջում, թե ինչ է ասել Սոֆյա Խաչատրյանը, ինչ է գրել, ես տեղյակ չեմ, բայց որ նրան հեռացրել են այդ կայքեջից, ընկերների շարքից, եւ դա հայտնվել է այս հաղորդագրությունը լույս աշխարհում, ես կփորձեմ որոշ բացատրություններ տալ երկրորդ.am կայքի ադմինիստրատոր հավանաբար Վիկտոր Սողոմոնյանին, որտեղ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը նա է հանդիսանում։ Պարոն երկրորդ.am-ի կայքի ադմինիստրատոր։ Սոֆյա Խաչատրյանը կայքեջ ունի Facebook-ում եւ ճանաչված է այդ սոցիալական կայքեջերում, որ ամենտեղ ակտիվորեն մասնակցում է։ Երկար ժամանակ արդեն երևում է, որ նա կապված է եղել պարոն Քոչարյանի կայքեջի հետ եւ սիստեմատիկաբար ականջահաճո կամ քիմքահաճո հոդվածներ է գրել կամ վերաբերմունք է ցուցաբերել այդ կայքեջի վերաբերյալ, բայց քանի որ անբացատրելի պատճառներով դեպի բացասական է փոխվել Սոֆյա Խաչատրյանը եւ սկսել է քննադատել միգուցե Ռոբերտ Քոչարյանի պահվածքը այս օրերին, միգուցե կայքեջի անհարիր վարքը այս օրերին եւ ընդհանրապես ապաքաղաքականացված վերաբերմունքը Հայաստանում կատարվող իրադարձություններին, ապա Սոֆյա Խաչատրյանը անդրադարձել է հավանաբար, որ այս ինչու է այսպես, կայքեջը իրեն պահում է, կարծես լուսնից իջած լինի, քննադատել է եւ ստացել է այս նամակը, որտեղ Սողոմոնյանը հավանաբար ադմինիստրատորը
նշում է անբացատրելի պատճառներով դեպի բացասականն է փոխվել, այսինքն ով բացասական է, ով քննադատում է պարոն Քոչարյանի կայքեջին կամ գրվածքները, ապա ընկեր չեն դրանք, այլ թշնամի են, եւ նրանց դուրս է հանվում։ Այս նամակի այս կտորը ցույց տվեց, որ երկրորդ AM կայքեջը հիմա արդեն լույս աշխարհի ուշադրության կենտրոնում պետք է լինի, թե ինչով է զբաղված այդ կայքեջը, որ իր ընկերներից ազատվում է, որոնք իրենց ծառը չեն ջրում, ինչպես որ իրենք կուզեն։ Սա, այսպես ասած, ժողովրդավարական մեր սկզբունքների հետաքրքիր մոտեցումը, բացահայտում, որ մինչև այսօր պարոն Քոչարյանի կայքեջը հանդիսացող երկրորդ AM-ը հավաքագրում է մարդկանց, որոնք գովում եւ շոյում են անցյալի պատմությունները։ Եվ սա մեզ մտածելու տեղիք է տալիս, թե Քոչարյանը չէ որ պետք է վերադառնար նախագահական ընտրություններին, որից նա հրաժարվեց դեկտեմբերի 27-ին 12 թվականին։ Եվ դրանից անմիջապես հետո ամեն ինչ փոխվեց աշխարհում։ Նրա այն կարճ ռոլիկները, որ իր խումբը հավաքում էր Երևանի փողոցներից եւ տեղադրվում էր երկրորդ AM-ում, որպես Քոչարյանի ժամանակները հիշող քաղաքացիների վկայություն, որ նրա օրոք այսպես էր, նրա օրոք այնպես էր, եւ այս գովաբանող տեսաժապավենների հեղեղը, որը նույնպես հայտնվեցին լույս աշխարհում։ Եվ դա տեղադրում էր Սոֆյա Խաչատրյանը լույս աշխարհում։ Այսինքն Սոֆյա Խաչատրյանը ոգևորված էր, լույս աշխարհն էր ոգևորում նա։ Եվ դրված էր, մարդիկ տեսնում էին շատ լավ, ինչ պատահեց անբացատրելի պատճառներով, որ Սոֆյա Խաչատրյանը փոխեց իր վերաբերմունքը այդ լավատես տեսահոլովակների բնակիչների կեղծ լինելու հանգամանքը Սարքովի տեսահոլովակներ էին, սա իհարկե Սոֆյա Խաչատրյանին պետք է նա մի բացահայտում կատարել է, որ հանկարծ բացասական է փոխվել վերաբերմունքը պարոն Քոչարյանի հանդեպ։ Մենք առաջիկայում Սոֆյա Խաչատրյանի կկանչենք եւ բացատրություն կպահանջենք նրա այսպիսի կտրուկ բացասական փոխվելը վերաբերմունքի եւ հարգանքներով երկրորդ AM կայքեջի ադմինիստրատորի պատասխանը, որ դուք այլևս մեզ ընկեր չեք եւ հեռացրել են ձեզ իրենց կայքեջի ընկերների շարքից։ Այս կարճ նամակը շատ նյութ ունի իր մեջ, թե ինչով է զբաղված երկրորդ AM կայքեջը ընդհանրապես Facebook-ում եւ ժամանակը չի, որ իր ընկերների, իր շարքերից հեռացնելուց առաջ ինքը հեռանա եւ ընկերները մնան Facebook-ում։ Մեկ կայքեջը փակվի, երկրորդ AM-ը, որովհետեւ դա այդպես է մտածում, հեռացնում է ընկերներին։ Այնիշ պետք է ինքը հեռանա Facebook-ից, սա որպես իգիդություն կայքեջի ադմինիստրատորին, որ նման նամակներ չեն գրում ընկերներին։ Սրան կանդրադառնանք, երբ որ Սոֆյա Խաչատրյանը հայտնվի, ասենք, ինչ-որ նամակով կամ անդրադարձով, կնայենք, թե ինչն է պատճառը։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ դրանից առաջ ամսու 5-ին մեկ այլ նամակի վերաբերյալ, որտեղ հրատարակված է Մեղրու բնակչությանը սպառնացող
բնապահպանական տագնապալից խնդրի վերաբերյալ։ Այդ նամակի վերնագին ուղերձ նախագահին, սա բացառիկ դեպք է, երբ անիշխանության մեջ հայտնված տեղական իշխանությունը, տվյալ դեպքում Մեղրու համայնքը, դիմում է նախագահին, դրանով հաստատելով, որ բռնատիրական վարչակարգի գոյություն կա Հայաստանում, որովհետև Մեղրին գտնվում է Սյունիքի մարզպետի իշխանության տակ, այսինքն այդ համայնքները ամփոփվում են Սյունիքի մարզպետով, մարզպետը ունի մարզպետարան, խորհուրդ, մարզպետ, որտեղ քննում են համայնքներում տեղի ունեցող խնդիրները, այս ինչ է պատահել, որ հանկարծ համայնքը Մեղրու թռչելով ինքնակառավարման մարզպետական սխեմայի վրայից նախագահին է դիմում, այսպես նամակ ռուսաց թագավորին, չէ որ իշխանությունները միշտ վերադասին են դիմում, երբ որ խնդիր են ունենում, սա ասում է այն մասին, որ տեղական իշխանությունները իշխանություններ չեն, այնտեղ անիշխանություն է, դրա համար այս ուղերձ նախագահին նամակը թռչել և հրատարակվել, որը պարադոքս է, այդպիսի բան չի լինում, Հայաստանի նախագահը ուր, Մեղրի համայնքը ուր, եթե Մեղրին որևէ խնդիր ունի, ապա այդ խնդիրը մարզի խնդիրն է, պետք է սկզբից մարզը որոշում անի քննեն, հետո տեսնեն, եթե իրենք չեն կարողանում, ապա մարզպետի անունից կառավարությանը գնա ուղերձը, ոչ թե նախագահի, այստեղ մենք զգում ենք ինչ որ բաներ խախտված են օրենքի և ընդունելի չի այս ձևը, սա ասում է այն մասին, որ մարզը ինքնիշխան չի, համայնքները ինքնիշխան չեն մարզի մեջ, ժողովրդավարություն չկա, այլ կա բռնատիրություն, դրա համար միանգամից բռնատիրոջն են դիմում, թագավորին, կայսրին, չվստահելով մնացած մեջտեղներում գտնվող իշխանություններին, մարզպետին, վարչապետին, ազգային ժողովին, տեսեք ինչեր կա, չէ, նախարարների խորհրդին, նախարարին, վերջը, միանգամից գնում է նախագահին, սա ասում է, որ պետությունը գտնվում է բռնատիրական համակարգի մեջ, պետության գլուխն է նախագահը, մնացած բոլոր ենթակաների մեջ հորիզոնական կապեր, որոշումներ, խնդիրներ չեն լուծվում, ուրեմն մարտի 5-ին է սա տպված, պիտի կարդամ, թե ինչ են ուզում Մեղրի համայնքի նամակ գրողները նախագահին, հարգելի պարոն նախագահ, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մարմինների մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 11-ով ձեզ ենք հղում սույն ուղերձը Մեղրու շրջանի բնակչությանը սպառնացող բնապահպանական տագնապալից խնդրի վերաբերյալ։ Մեղրի քաղաքի 70 բնակիչ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին դիմում են հղել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին։ Դիմումի մեջ մասնավորապես ասված է, այսինքն սկսվել է բնակիչներից։ Դիմումի մեջ մասնավորապես ասված է, վերջերս մեզ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի, Լիչքի և Վարդանի ձորի գյուղապետարաններում տեղի են ունեցել հասարակական լսումներ, այդ համայնքների տարածքում գտնվող պղնձի և մոլիբդենի հանքավայրերի շահագործման խնդրի շուրջ։ Այդ իրողությունը մեզ ավելի քան անհանգստացրել է, թեկուզ և այն պատճառով, որ տնտեսավարող սյուբյեկտները խուսափել են նման լսումներ կազմակերպել նշված հանքավայրերին մոտ գտնվող Մեղրիի քաղաքում և ազդագիր մյուս համայնքներում։ Ինչպես գիտեք, Մեղրու տարածքաշրջանը բնապահպանական լուրջ
մարտահրավերների առջև է կանգնած։ Ձեզ հայտնի է նաև, որ տարածաշրջանի հիմնական հանքավայրերը դժբախտաբար գտնվում են բնակավայրերից զգալիորեն բարձր նիշերում, որտեղ ջրագոյացման և ջրաբաշխման համակարգերն են և ջրահավաք ավազաններն են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման։ Արդեն իսկ գործող հանքերը տերտերասար, լիճկվազ թեյ, ագարակի պղնձամոլիբդենային տարածքաշրջանում աղետալի իրավիճակ են ստեղծել և ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ Մեղրու շրջանի բոլոր հանքավայրերում որպես ուղեկցող էլեմենտ հանդես են գալիս ուրանը, ինչպես նաև թորիումը։ Դրանց պարունակությունը հատկապես մեծ է լիճքի, տաշտունի, լիճկավազ թեյի հանքավայրերում։ Քարտեզը կցվում է, նամակի հետ կցված է քարտեզը, որը ես ձեզ չեմ կարող հիմա ցույց տալ։ Բացի նշված և ներկայումս շահագործող հանքավայրերից, արտոնագրեր են տրված բազմաթիվ նոր հանքավայրերի ուսումնասիրության և շահագործման համար։ Բացի նշված և ներկայումս շահագործվող հանքավայրերից, արտոնագրեր են տրված բազմաթիվ նոր հանքավայրերի ուսումնասիրության և շահագործման համար։ Արտոնագրերը դրանք լիցենզիաներն են, այսինքն իրավունքներ, որ այդտեղ հանքավայրերի պետության կողմից, Հայաստանի կառավարության կողմից լիցենզիաներ են տրվում այս կամ այն կազմակերպություններին դրսից, որոնք ներդրումներ կկատարեն հանքավայրերի շահագործելու համար, նրանց տրվում է արտոնագրեր և այդ արտոնագրերի թիվը այստեղ բազմաթիվ հանքավայրերի արտոնագրեր են տրված շահագործման համար։ Փաստորեն, տարածքը կանգնած է լուրջ փորձության առջև։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Մեղրի գետը սկիզբ առնելով մոտ 3100 մետր բարձրությունից, խիստ մեծ թեքությամբ հասնում է ծովի մակերևույթից 500-600 մետր բարձրության վրա գտնվող Մեղրու տարածք, առանց որևէ խոչընդոտի իր հետ բերելով հազարավոր տարիներ իրենց խիստ թունավոր հատկությունները չկորցնող նյութեր, վարակելով բնակավայրերի հողն ու ջուրը։ Արդեն հասկանալի դարձավ, որ Մեղրին ունի Մեղրի գետը, որը որ գնում թափվում է Արաքս, բայց մինչև գնալ թափվելը, այդ գետով է պայմանավորված ամբողջ Մեղրու շրջանի կյանքը, գործունեությունը, գյուղատնտեսությունը, խմելու ջուրը, տեխնիկական ջուրը և այլն։ Փաստորեն ուրիշ ջուր չկա և 3000 մետր բարձրությունից է գալիս այդ գետը սկիզբ առնում և պարզ է, որ ջրահավաք է և անցնում է պարզապես Մեղրի միջով։ Այժմ արդեն հանքերից և պոչամբարներից տարածվող փոշին ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով աղտոտում է մեր տարածքի օդը, հողը, ջուրը, և այս գետը, որը թափվում է Արաքսը, Մեղրի գետը, շրջապատված է Մեղրու այդ ամբողջ համայնքը լեռներով, հանքերով, որտեղից հանում են այս տեսակ նյութերը և հանել դա նշանակում է պետք է հարստացնել, ջուր է պետք, օգտագործում են այդ ջուրը, ստեղծել են պոչամբարներ, ես բացատրում եմ ձեզ, չեմ կարդում, բացատրում եմ, այդ պոչամբարներում լցնում են ամբողջ արտադրական այդ թափոնները, պոչամբարները դրանք ձորակներում կամ թեքությունների վրա ամբարտակների նման մի բան են սարքում, որոնք քանի գնում լցվում են, պարզ է, չէ՞, և նրանք բարձր են ավելի, քան Մեղրին, հովիտը, քաղաքը, բնակավայրերը, կարճ ասած դամոկլյան սուր է ստացվում Մեղրի վրա միջավայրի աղտոտման տեսակետից։
Տեսանելի է, որ գործարար աշխարհը տիրապետելով ժամանակակից գերհզոր տեխնոլոգիաների, չունենալով պատշաճ խիղճ և պատասխանատվություն, անձնական շահը գերադասելով ազգային ու պետական շահից, քանդելով մեր սարերն ու լեռները, երկրամասը կարող է դարձնել մարդու կյանքի համար անպիտան։ Նույնիսկ այսօր, երբ դեռևս հանքարդյունաբերությունն իր կանխատեսելի ծավալներից շատ հեռու է, արդեն անզեն աչքով, առանց հետազոտությունների, տեսանելի է, որ տարածքում համատարած է աղեստամոքսային, հիպերտոնիկ, շնչուղիների և այլ հիվանդությունների աճը։ Մարդիկ դժգոհում, գանգատվում են գլխացավերից, հոդացավերից, հոգնածության զգացողությունից։ Իհարկե, գլխացավերը և հոդացավերը չգիտեմ, բայց հոգնածության զգացողության վերաբերյալ կարող եմ ասել, որ սա ծանր մետաղներով թունավորվելու հետևանք է հոգնածության զգացողությունը։ Ակնհայտորեն ավելացել են օնկոլոգիական ուռուցքային հիվանդությունները, այո, խիստ տարածված է արյան բարձր խտությունը։ Տարեցտարի անկում է ապրում հողի բերրիությունը, փոխվում է հողերի տեսքը, չորանում են ծառերը, բանջարեղեն գրեթե չի աճում, գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է անիմաստ։ Դատարկ ապարները, որոնք նույնպես թունավոր շատ նյութեր են պարունակում, ծածկվում են շրջակա ձորերն ու կիրճերը և լեռնային գետակների զորությամբ լցվում մեղրի գետը, այսինքն ոռոգման համակարգ։ Տնտեսավարող սյուբյեկտները համապատասխան գերատեսչությունների թույլատվությամբ հասարակությունից ուղղակի գաղտնի մտնում են նաև ուրանի, թորիումի, նախկինում հայտնաբերված տարածքներ, լիճք, դաշտուն, լիճքվածք և գունավոր մետաղների հավելյալ հետախուզական որոնողական աշխատանքներ իրականացնում, ապագայում դրանց արդյունահանման նպատակով։ Տեղեկատվության բացակայությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ինչպես հանքերում աշխատող, այնպես էլ ազդեցության գոտում գտնվող բնակավայրերում ապրող մարդկանց համար, ովքեր հիմնականում աղքատ են և կարիք ունեն աշխատատեղերի, իսկ նշված ընկերությունների խոստումները սոցիալական ոչ բարվոք վիճակի համապատկերի վրա գայթակղիչ են։ Եթե մեր տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը չփոխվի, ապա կասկածից վեր է, որ դրա արդյունքում Մեղրու շրջանը 1-2 տասնամյակ անց կվերածվի անապատի, աղտոտված գետերով, թունավորված հողով, իսկ երեխաները կծնվեն հիվանդ և արատավոր, ինչի նշաններն արդեն իսկ երևում են։ Մեղրու ավագանին համարում է, որ մեղրեցիների այս մտահոգությունն արդարացի է և հիմնավոր, և քանի որ խնդիրն ունի վճռորոշ նշանակություն, Մեղրու տարածքի հետագա զարգացման ու բնակչության առողջության պահպանման համար, խնդրում ենք ձեզ Մեղրու տարածքում ստեղծված բնապահպանական վիճակն, ինչպես նաև տարածքաշրջանում գործող և արտոնագրեր ստացած նոր հանքավայրերի շահագործման ու դրանից բխող հրատապ խնդիրները, քննարկել ՀՀ կառավարությունում և Գիտությունների ակադեմիայում, նախապես Մեղրիում անցկացնելով իրավիճակի մասնագիտական և բազմակողմանի քննություն։ Սույն ուղերձը ընդունվել է Մեղրու ավագանու 2013 թվականի հունվարի 25-ի նիստում։ Ավագանու 9 անդամից նիստին մասնակցում էր 9 հոգի, որից ուղերձին կողմ քվեարկեց 9 հոգի։ Ահա այս նամակը, որը ես ձեզ կարդացի, ոտքի է կանգնել Մեղրու ավագանին, կազմված 9 հոգուց, և նա ձեռքում ճար չկա, նկարագրել է այս ամենը և նախագահից խնդրում է,
խնդրում, ոչ թե պահանջում է, առաջարկում է, այլ խնդրում է։ Ես հիմա կնայեմ մի վարքյան, թե ինչ է կատարվում այդ մասերում։ Իմ մոտ պետք է որոշ թղթեր լինեն։ Զանգեզուր։ Այստեղ խոսվում է արտոնագրեր ստացած նոր հանքավայրերի շահագործման և դրանից բխող հրատապ խնդիրների մասին չէ ասում։ Տեսնենք ես ինչ արտոնագրերի մասին է խոսքը, ես ինչ բան է այս լիցենզիաները, որտեղից առաջացան այս լիցենզիաները և ով է առնում այս լիցենզիաները, ինչ է նշանակում արտոնագիր ունենալ հանքը շահագործելու համար։ Ուրեմն Սյունիքի մարզ որոշ տվյալներ կա իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերում, ուրեմն Սյունիքի մարզում տեսեք ինչ է կատարվում։ 16 հանքի արտոնագիր է տրված միայն ոսկու համար, ոսկի հանելու համար։ 16 տարբեր հանքեր են դրանք։ Տարածքների մասին չի նշում, թե ամեն հանք ինչքան, այսինքն ինչքան ուզենք քանդեն, այդպես է ստացվում, սահման չկա։ Բազմամետաղների 8 հանքի արտոնագիր է տրված և պղինձ մոլիբդենի 7 հանքի, երկաթ, ուրանի հերթի են կանգնած արդեն սրանք։ Փաստորեն դուրս է գալի 24-31 հանք Սյունիքի մարզում արտոնագրեր են տված։ Ինչ բան է արտոնագիր ում են տվել։ Իհարկե մենք ի վիճակի չենք այս ամենը հիմքից տեսնելու կամ զարգացնելու, բայց պետք է կարծել, որ իհարկե համապատասխան մարմինները, հանձնաժողովներ կան, չէ, ազգային ժողովում, անընդդիմադիր ազգային ժողովում, որտեղ իշխում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ոչ մի քվեարկություն չի անցնում, քանի որ ինքը մեծամասնական է։ Հետևաբար ազգային ժողովը պատվիրված կամ ինչ-որ տեղից բռնատիրական պահած կազմակերպություն է, օրենսդիր, որը կարող է օրենքներ սահմանի այս արտոնագրեր ունեցողների հաճույքների համար, ոնց ուզեն այնպես էլ կանեն։ Եվ այստեղ զգացվում է, որ գործում է ոչ սովորական կոռուպցիոն մեխանիզմ, այլ բավականին թաքնված, փորձենք հասկանալ։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտեք, Սովետական Միությունից որ քանդվեց, անջատվեց, իր հետ բերեց գործարաններ, և ամենավտանգավորը կոմունիստներ իր հետ բերեց, որոնք առաջացել էին 50-ական թվերի կեսերից, ծնվածներից, այսինքն կամ 70-80 թվերի մեջ կոմունիստական շարքերը ընդունված երիտասարդներից։ Այս վտանգավոր սերունդը, գիտեք ինչով էր աչքին գնում, 70-ից 80, որովհետև երկիրը գտնվում էր ծաղկման շրջանում 70-ից 80։ Կոմունիստական կուսակցության անդամ լինելը պատիվ չէր բերում արդեն մարդկանց, որովհետև հիմնականում արդեն առաջացել էր ինտելիգենտ խավ, ուղղակի պատվազրկված էր կոմունիստական կուսակցությունը, Սովետական Միության ստեղծման գաղափարը, բոլշևիկյան գաղափարը, սոցիալիզմի, կոմունիզմի գաղափարը, գործնականորեն հին սերունդը
կոմունիստների ցույց տվեց, որ իրանք չգիտեն ինչպես պետք է վարեն տնտեսությունը կամ երկիրը, խրվել են ռազմական մրցավազքի մեջ եւ խանութները դատարկ են, բայց բոլորը սովորում էին, առաջանում էր մի ինտելիգենցիա, որը չէր ցանկանում դառնալ կոմունիստ։ Մի տեսակ գիտեք ինչ ձև էր այդ ժամանակ կոմունիստը, ոնց որ խայտարակություն ուներ երիտասարդը, որը ծնվել է, ասենք 55 թվին, 75 թվին 20 տարեկանա, գնա կոմունիստ դառնա։ Պարզապես իր ընկերները նրան արդեն մարդ չէին համարում։ Այսպիսի հոգեբանություն կար։ Եվ այն երիտասարդները, որոնք կարիերա էին ուզում ստեղծեին իրենց համար, կարիերիստները, բանակում էին ընդունվում կոմունիստների շարքերը, հետո գալիս էին քաղաքացիական կյանք, ընկերներին ասում էին, որ բանակում դե զորով ընդունում են, բայց այդպես չի։ Բանակում ընդունված կոմունիստները իրենք են ուզել։ Այդպիսի բան չկար։ Հեշտ էր բանակում, որովհետև այդ թվերին գիտեին, որ կոմունիստը նշանակում է գնալ դառնալ բարձրաստիճան ղեկավար եւ ուտել պետության փողերը արդեն գործարանի դիրեկտոր դառնալ անպայման կոմունիստ պիտի լինես ու ուտել բանվորների հետ գործարքներից նրանցից առաջացած փողերը։ Նրանք բոլորն էլ պետության գրպանն էին մտնում եւ այս մտայնությունը կար կոմունիստ դառնալ ու մտնել պետության գրպանը։ Պետությունն էլ ով էր։ Պետությունը սոցիալիստական երկիրն էր, որտեղ մարդիկ էին ապրում, աշխատում ամենտեղ, եւ այս շրջանի կոմունիստները, ձեզ ասում եմ, նրանք, որոնք մտել են կոմունիստական շարքերը 70-ից 80 թիվը, այս 70-ից հետո մտել են, չվայելելով իրենց ընկերների հասարակության համակրանքը, նրանք դրանք գաղտնիաբար էին անում, որտեղ հպարտանալու բան չկա, արդեն պարզվել էր, որ երկիրը փտած է, պոլիտբյուրոյով, Մոսկվայով փտած է, եւ արդեն պիտի քանդվի, եւ այդտեղ կոմունիստ դառնալը անիմաստ էր դա, բայց մարդիկ կային մտնում էին, եւ հետո որ հիմա ուշադրությամբ նայեք, կտեսնեք, որ այս կոմունիստներն էին, որ հետո ժառանգեցին պետության իրավունքը քանդվող Սովետ միության, այս տեսակը, որոնցից շատերը փողով էին ընդունվել կոմունիստական շարքերը, վճարելով 1000-2000 ռուբլի, որպիսի մտնեն այդտեղ, թիվն եմ ասում, հիշեք, 70-ից մինչև 80 քանի, մինչև սովետի քանդվելը, ով մտել է կոմունիստական այդ շարքերը, իմացեք դրանք ամբողջ ժամանակաշրջանի տականքն են հանդիսացել։ Եթե կգտնեք այդպես մարդ, որը որ կոմունիստական գրքույկ ունի, այդ թվերի մեջ է, իմացեք, որ իմանալով հանդերձ, որ կոմունիստական գաղափարները սխալ են, իմանալով հանդերձ, եթե 30-ական, 20-ական, 40-ական թվերի երիտասարդությունը մտնում էր, որովհետև գնում էր ոգևորված սոցիալիստական շինարարություն, 70-ից 80 թվերի վերջերը արդեն պատվազրկված էր կոմունիստական կուսակցությունը, բայց այդտեղ էլի մարդիկ էին մտնում, որովհետև դա իրանց տալիս էր պաշտպանություն, փողով էին մտնում, բանակ էին գնում, բանակում էին մտնում, բայց գիտեին, որ դա հացի գրքույկ է, որ հետո պաշտոններ են ստանալու, որովհետև պետության քանդվելու մասին չկա, բայց այն մարդիկ, որոնք ասենք, իսկապես ինժեներներ էին, մասնագետներ էին եւ աշխատում էին, նրանց մտքով չէր անցնում դառնալ կոմունիստ, ռայկոմի քարտուղար, գործարանի դիրեկտոր, կոմսոմոլի քարտուղար, գործարանի պարտկոմ, դրանց մտքով այդպես բան չէր անցնում, որովհետև ծիծաղելի պաշտոններ էին դրանք, նստել Լենինի նկարի տակ, կարմիր անկյունում ու ժողով անցկացնել կամ Մոսկվայից ինչ-որ ապուշ հրամաններ բացատրել կուսակցական կոմիտեին։ Նորից եմ կրկնում, եթե բարեկամներ, ծանոթներ ունեք,
այս պահին, որոնք կոմունիստական շարքերն են անցել 70-ից մինչև 88 թիվը, 89 թվին ոչ ոք չի անցել, 90 թվին կոմունիստական կուսակցություն կար, անցել են, ոչ, 88-ին կոմունիստները պատռեցին իրենց անդամատոմսերը, և այս անդամատոմս պատռողների մեջ էլ, արդեն որ տեսան երկիրը գնում, էլի սրանք էին, բայց ավելի հին փորձվածները վրաս կողմնորոշվեցին, իսկ սրանք պարզապես թաքցրեցին իրանց եղած չեղածը, մենք ժառանգություն ստացանք այս աղբը ամենակարևորը, որպես կադրեր, գործարանները փոշիացվեցին, ամեն ինչը գնաց, աշխատաուժ, փախուստ, երկրից, սով, ցուրտ, բայց այս կադրերը մնացին, այս կադրերի քոքը մինչև չտան, չվերջանան, ոչ մի բան չի փոխվի, որովհետև սրանք կոմունիստ չէին, գոնե կոմունիստ էին, որովհետև կոմունիստը գիտես գաղափարախոսություն ունի, հին կոմունիստները, որոնք ապրում էին, հիները, վարձել ղեկավարությունը չեմ ասում, նրանք հարստանալու ձգտում, խաբելու, կեղծություն չունեին, նրանց մոտ մաքուր գաղափարներ էր նստած նրանցից, սոցիալիզմից, բայց երբ երկիրը գնում էր, քանի գնում աղտոտվում էր, հները շարքից դուրս էին գալիս, այս նորերը որ եկան, 70-ից մինչև 88 թիվ, երբ 88-ին սկսեցին հրապարակավ իրենց անդամատոմսերը պատռել գցել իբր թե գնում են կապիտալիստ դառնալու, սրանք դրանք էին արդեն, իսկ այն կոմունիստները, որոնք հին էին, նրանք մինչև այսօր անդամատոմսերը պահել են, որովհետև անդամատոմս պատռել, այդ նշանակում է քո ինքնությունդ կեղծել, գաղափարդ կեղծել, բայց քանի որ այս վերջի շրջանի կոմունիստ կոմսոմոլները ինքնության մասին խոսք չկա, սրանք ուրիշ կենդանիներ ստացվեցին, մինչև այսօր նրանց հևքն է Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգերում, ուշադրությամբ նայեք, կերպարներ կտեսնեք, ուրիշ բան մի ասեք, ումը տեսնում եք, որ ձեզ դուր չի գալիս, հարցրեք, կոմունիստական շարքերը երբ ես ընդունվել, կասի 70-ից, այս թվերին, ուրիշ բան չի ասի, կարող է 68 էլ լի, ու չասիք ճիշտ 70-ին, վերջի կոմունիստա բերքահավաքը, որոնք հետո պետք է պատռեին մի մասը, իսկ մյուս մասը դառնային լիբերալներ, հանրապետականներ, օրինացներ, չգիտես տեսակ կուսակցություններ բացեին, բայց իրենք պիշտ պիտի մնային համաշխարհային քաղաքական շարժման մեջ մարդիկ, որոնք չունեն գաղափարներ, բայց ունեն ձգտումներ, և այդ ձգտումներին հասնելու ճանապարհին իրանք կդառնան և կոմունիստ, և հանրապետական, և մարքսիստ, և ֆաշիստ, և նժդեհական, ինչ ասես, միայն գնան, այս մարդիկ են, որ ժառանգություն են մնացել այսօր Հայաստանի այսօրվա ժամանակաշրջանում, և նրանք այդ մարդիկ 50-ից 60-62 այդ շրջանի տարեկան մարդիկ են, անպայման այդ շրջանի մեջ են, ես չեմ ասի 35 տարեկան այսօրվա հայ երիտասարդի վերաբերյալ որևէ բան, 35 տարեկանը ծնվել է 78 թվին, նա կոմունիստ չէր կարող դառնալ, նա եթե դարձել է հանրապետական, ԲՀԿ-ական և այլն, ինքը գաղափար է ունեցել արդեն կոմունիստի հետ գործ չունի, չի մտել այդտեղ, մտել է Հայաստանի համար քաղաքական աշխարհ ստեղծել, 30-40 տարեկան մարդիկ կան հիմա, որոնք որ նորմալ երիտասարդներ են, մտածում են, դատում են, նրանց վերևը 50-60,
նստած են հենց այս կոմունիստները, որոնք էլի ձեռքներին ունեն ամբողջ կառավարման համակարգերը։ Այս մարդկանց փոխել չի լի, ինչու՞, որովհետև փոքրուց բնավորության մեջ մտել է արդեն այդ թույնը, որը ոչ կապիտալիստական է, ոչ կոմունիստական է, ոչ մի բան չի, բայց հասարակության մեջ դիրք գրավելու ցանկությունը։ Փորձեք հարցրեք, ումը չեք հավանի, կամացուկ նայեք տեսեք այս թվերի մեջ կոմունիստ է եղել։ Ումը կհավանեք, կտեսնեք, որ անցել է, չկա տես բան։ Ումը կհավանեք հին սերունդի մեջ, կտեսնեք, որ հին կոմունիստական շրջանի մարդիկ են դրանք։ Եվ էսի ձեզ համար քարտեզ է։ Ինչու համար է այս բոլորը ես ասեցի։ Որովհետև կոմունիստական շրջանից մենք ժառանգեցինք, ավիրեցին գործարանները, սրանք էին հենց որ նստեցին գործարանների դիրեկտոր եւ սեփականացրին գործարանները, որտեվ արդեն նրանք գործարանի դիրեկտորներ էին արդեն, հասել էին այդ աշճանի, կոմունիստ գործարանի դիրեկտոր, եւ սեփականաշնորհման ժամանակ հավաքեցին ամեն ինչ, իրենց ձեռքը գցեցին, էլ չկան, բայց մնացին ախորժակով ղեկավարներ։ Այս մեկ կադրերը, գործարանները կերան, երկիրը կերան միանգամից։ Էլ ինչ ժառանգեցինք, մենք խոսում ենք Մեղրի համայնքի ուղերձի մասին, Հայաստանի Հանրապետության նախագահին, որը այդ շրջանի կոմունիստ կոմսոմոլներից է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սրանք այդ շրջանից են առաջացել։ Ուրեմն մենք գործ ունենք կոմունիստների հետ, որոնք այդ շրջանում են առաջացել, եւ KGB-ի գործակալների հետ, որոնք կոմունիստ չեն, բայց KGB-ի մեջ են ընդգրկվել, որպեսզի ավելի բարձր պաշտոնների արժանանան այդ երկրում։ Նայեք կտեսնեք, որ KGB-ի մեջ մտածներն էլ այդ վերջի շրջանում էլի նույն պատմությունն է։ Արդեն հասկանալի է, թե ինչ կադրերի հետ գործ ունենք մենք։ Պետական անվտանգության մեջ խցկված Սովետ միությունը քանդվելուց 15-20 տարի առաջ ով որ մտել է, նայեք, կամ այնտեղ է կոմունիստ չի, կամ կոմունիստն է ինչ որ գործան կամ կուսկոմիտե է տարել։ Հետագայում ինչ կանեն սրանք, ինչ չեն անի, ինչ էլ անեն, միևնույն է իրանք չեն փոխվելու։ Իրենց հակումները չի փոխվելու, որտեղ իրենց մանկական պատանեկան երազի մեջ հասկացել են, որ պիտի դառնան այդ մարդը։ Վազգեն Սարգսյանը մինչև սպառապետ դառնալը նա 59 թվի ծնված է։ Շատ էսկոմ էնկոմ գնաց, դարձավ դպրոցի ֆիզկուլտուրայի դասատու, կաշվե գնդակի համար 13, 14, 15, 16 տարեկան թիմեր հանեց, Սեդա Հովհաննեսյանն էլ մարզում էր դա Արարատին կցված եւ այլն, որը հրճակեց Վազգեն Սարգսյանին, սպառապետ։ Նրանք իրար հետ կապված էին այդ կաշվե գնդակի 70-ական թվերի համամիութենական մարզադաշտերի մեջ թիմեր հանելով եւ Արարատի թիմը, Արարատ գյուղի թիմը սովետական միության մասշտաբով շնորհիվ Սեդա Հովհաննեսյանի, որը հետագայում պիտի Վազգեն Սարգսյանի վերաբերյալ Լոս Անջելեսի ասպարեզ թերթում գրել սպառապետը եւ նա կնքեց սպառապետ, մինչեւ հիմա էլ այդպես կնում։ Այսպես է եղել իրականություն։ Վազգեն Սարգսյանը դրանից հետո նեղ շրջանում հայտարարեց, որ գարունում էլ աշխատում է, գարուն խմբագրության մեջ, այլընտրանքային գրականություն, որ էսի գործ չի, սենց ոչ միտեղ չենք հասնի։ Ես մուրազ ունեմ, որ պիտի նկարվեմ, հասնեմ
Դեմիրճյանի հետ նկարվելը նրա մուրազն է եղել պատանեկության վառ շրջանի։ Իսկ որպեսզի հասնի Դեմիրճյանին, ինքը հայտարարել է, իր պատանի ընկերները հիշում են դա։ Կոմսոմոլի ճանապարհը պետք է ընտրեք, եւ մտնում է կոմսոմոլի ճանապարհներով գնա, մինչև դառնում է կոմսոմոլի քարտուղար Արարատի ցեմենտի շիֆր գործարանի։ Դրա մասին իհարկե չեն հիշում, բայց որ նա ընտրել էր այդ կարիերայի ճանապարհը, դա փաստ է։ Եվ դուք նայեք հետագայում, երբ որ 98 թվականին Դեմիրճյանը մտավ քաղաքականության մեջ եւ ամբիոններում Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը կանգնած են, դուք տեսեք նրա հայացքի մեջ, կարծես Աստծո կողքին է կանգնած, ինչու, որովհետեւ իր պատանեական շրջանի երազանքը եղել է հասնի այդտեղ ու Դեմիրճյանի հետ կանգնի ամբիոնի վրա, բարձր տեղ։ Տեսեք, աստեղ ասում եմ, մարդը մտքին ինչ տնի, այն էլ կանի, պարզ է, չէ՞։ Եվ դրեց արեց, այսինքն ցանկացավ եղավ, բայց կոմսոմոլի ճանապարհով եկավ։ Հոյետի հո չեք կարող հերքել։ Ուրեմն հասկանալի է, չէ՞, կոմսոմոլի կոմունիստի ճանապարհը ուր էր տանում, ոնց էր տալու։ Ուրեմն մենք ստացանք այդ, արդեն մեզ հետ են, բայց նաև մեկ ուրիշ բան էլ ստացանք, որի մասին պիտի խոսեմ, որը կապնված է արդեն այս մարդկանց գործունեության, որտեղ այս մարդկանց գործունեությունը պիտի բերեր այս աղետալի վիճակը, որ մեղրից 9 հոգի ավագանու մեջ առանց վախենալու չվախենան, կողմ հիվանդանան չգան, նամակ են գրել, որ մեղրին քանդվում է, մահանում ենք, եւ այս մեղրի քանդվելն ու մահանալը արդեն առաջի բջիջն է, որը ամբողջ Հայաստանի մարմնին է վերաբերվում։ Մեղրին ծայրամասն է, ոտքի բութ մատն է Հայաստանի, եւ այնտեղից գալիս է, որ գանգրենա է անգել մեր մոտ արդեն մատից, որովհետեւ այսպես, ուրեմն շուտով Զանգեզուրը որպես ոտք գանգրենայից կկանջատվի, էս ասում, էս նամակը։ Ավարտեմ, քանի որ ժամանակը վերջացավ, շարունակեմ առայժմ։